2020 թվականին հայ ամուսնուն Սերբիայում հանդիպելուց հետո բրազիլուհու ճամփորդություններն ավարտվեցին։ Նա հանգրվանեց Հայաստանում։ Անդրեզա Անդրադե Քերոփյան ծնվել է Բրազիլիայում, կյանքի մեծ մասն ապրել է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ էլ մանկավարժական կրթություն է ստացել, բայց մասնագիտությամբ երբեք չի աշխատել։ Շուրջերկրյա ճանապարհորդության մասին երազելով որոշեց այնպիսի գործով զբաղվել, որը նրան հեռավար աշխատելու հնարավորություն կտա։ Փորձի փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի մասնակցելով ու սոցիալական հարթակում մեդիա բովանդակության ստեղծումով։ Զբաղմունքը ճամփորդելուն չէր խանգարում, բացի այդ ճամփորդական պատմությունները ներկայացնելու հարթակ ունեցավ։ And whenever I'm doing this, it's an activity that Ես սկսեցի նկարել 2019-ին։ Նկարելն ինձ իսկապես հանգստություն է պարգևում։ Երբ նկարում եմ, չեմ մտածում խնդիրների մասին։ Ես պարզապես այստեղ եմ եւ հիմա։ Երբ նկարում եմ, մտքերս խաղաղվում են։ Չգիտեմ ինչու, բայց ես շատ եմ սիրում մանուշակագույնը։ Շատ եմ սիրում նաեւ այս կապտականաչ երանգը, որովհետեւ այն ինձ հիշեցնում է ծովը։ Կարծում եմ սա իմ ամենասիրելի գույնն է։ Մնացած գույները պարզապես լավ են համադրվում միմյանց հետ, բայց առանձնահատուկ իմաստ չունեն, իսկ կապույտն ու կանաչը ինձ համար ծովն են, օվկիանոսը։ Ես շատ եմ կապված օվկիանոսի հետ։ Դրա համար էլ այս գույներով նկարելիս ինձ երջանիկ եմ զգում։ Կարծում եմ յուրաքանչյուր երկիր իր գույնն ունի։ Երբ մտածում եմ Բրազիլիայի մասին, պատկերացնում եմ կանաչը։ Հենց ծառերի պատճառով, երբ նայում եմ լեռներին ու տեսնում, որ ամեն ինչ կանաչ է, ես անչափ երջանիկ եմ դառնում։ Իսկ երբ մտածում եմ Հայաստանի մասին, այն ինձ սպիտակ է թվում։ Վերջերս տեսա լեռները, ամբողջությամբ ծածկված ձյունով, եւ այդ տեսարանն ինձ մեծ երջանկության զգացում պարգևեց։ Ես կարծես փոքրիկ երեխա լինեի, որը վազում է դեպի ձյունը։ Ամեն ինչ այնքան խաղաղ ու լուսավոր էր։ Որ տառն եք դժվար արտաբերում։ Խ, Խ, Ղ, Ք, Okay, նորմալ է, բայց Երբ դուք արտաբերում եք խ կամ ղ տառերը, ես չեմ հասկանում տարբերությունը դրանց միջև։ Դե հա, հայերենը բավականին բարդ է, բայց կարծես թե այդ ճանապարհի վրա եք եւ ված չի ստացվում։ Անդրեզա Բրազիլիայում Սուրբ Հարության տոնը եւս մեծ շուքով է նշվում։ Մեզ մոտ օրինակ ձու ենք ներկում, բայց ես կարդացի, որ Բրազիլիայում շոկոլադե ձու են պատրաստում, նույնիսկ մեծ ձու են միմյանց նվիրում։ Ինչ ավանդույթներ կան Սուրբ Հարության տոնին, խնդրում եմ մի փոքր պատմել։ So the tradition of the eggs came from Europe. Շոկոլադե ձվերի ավանդույթը Եվրոպայից է եկել։ Այն նոր կյանք եւ նոր սկիզբ է խորհրդանշում։ Բրազիլիայում իրականում սիրում են պատրաստել դրանք երեխաների համար։ Հիմնականում բրազիլուհիները շոկոլադե ձուն տանն են պատրաստում, որպեսզի կարողանան դնել դրա մեջ այն, ինչ ուզում են։ Այդպիսով նաեւ երեխաներն են ներգրավում այս process-ին։ Սուրբ Հարության տոնին մենք հավաքվում ենք հարազատներով մեծ սեղանի շուրջ։ Համեղ ուտեստներ ենք պատրաստում, սեղան ենք գցում, պատրաստում ենք ձուկ եւ իհարկե շոկոլադե ձվեր եւ տոնում։ Եվ այսօր միասին պատրաստելու ենք շոկոլադե ձու, կհուշեք ինչպես է դա արվում։ So the first thing that we need to do. Նախ եւ առաջ պետք է ջուր եռացնենք։ Ես սիրում եմ ամեն ինչ հեշտացնել, պարզեցնել։ Ուստի շոկոլադը կթողնեմ իր փաթեթի մեջ եւ վրան եռման ջուր կլցնեմ։ Որպեսզի հալվի, հետո պետք է շոկոլադը լցնել այս կաղապարների մեջ։ Անդրեզա, իսկ հետո ձուն մարդիկ ուտում են, թե դա ավելի դեկորատիվ բնույթ է կրում կամ միմյանց նվիրելու համար է նախատեսված։ As a gift, but Իհարկե պատրաստում են ինչպես նվիրելու, այնպես էլ ուտելու համար։ Մենք շատ ենք սիրում քաղցրավենիքներ։ Սա նաև լրացուցիչ գումար վաստակելու միջոց է այն մարդկանց համար, որոնք լավ են պատրաստում։ Իմ ընտանիքը երբեք չի գնում պատրաստի ձու խանութից։ Մենք սիրում ենք ինքներս պատրաստել։ Սառելուց հետո հանում ենք շոկոլադե ձվերը եւ արդեն կարող ենք փորձել։
Մեր քաղցրավենիքը պատրաստ է, կարծում եմ կարող ենք տեղափոխվել հյուրասենյակ։ Diana, իմ ամուսին Հայք է։ Ողջույն։ Ողջույն, շատ ուրախ եմ ծանոթության համար եւ շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Հայկ Անդրեզա, ինչպես եղավ ձեր սիրո պատմությունը, մի փոքր պատմեք, խնդրում եմ։ Հանդիպումը ստացվեց այնպես, որ ես ճամփորդում էի հեռակա աշխատելով ծրագրավորող եմ մասնագիտությամբ, սկսեցի ճամփորդել Ռուսաստանում։ 3 ամիսս լռանում էր այնտեղ, գնացի իմիգրացիոն իրանց կենտրոն ու ասացի մի քիչ երկարացրեք իմ մնալը, որ Մոսկվան էլ տեսնեմ։ Ասացին, չէ, չես կարող, պետքա դուրս գալ երկրից, թե չէ ոչ օրինական ակո գտնվել լինելու։ Ասացի, լավ, ես դա չեմ ուզում, արագ տոմս պետք է առնեի ու հետևյալ տարբերակներ ունեի, որ վերադառնեի Հայաստան կամ առանց վիզա երկրներից մեկը ճամփորդեի։ Այդպիսին Սերբիան էր, որոշեցի գնալ Սերբիա։ Ինչպես Անդրեզան եկավ, նա ճամփորդում էր Ավստրիա, Բրազիլիայից։ Բրազիլիայում COVID-ի հետ կապված շատ վատ ծանր ժամանակներ էին ու Եվրոպական միությունը արգելել էր բրազիլացիներին միանգամից ճամփորդել դեպի Եվրոմիության գոտի։ Այսինքն ցանկացած բրազիլացի, որ ուզում էր այնտեղ գնալ, պետք է կարանտին անցնել 2 շաբաթ մոտավորապես այլ 3-րդ երկրում։ Անդրեզան ընտրել էր Սերբիան։ Այդպես իրականում պատահական շատ հանդիպեցինք հոստելում ու 1-2 հանդիպում որոշ իրենց տեսարժան վայրեր գնացինք եւ հասկացանք, որ չէ, իրականում մեծ հետաքրքրություն է առաջացնում շփումը։ Ինքը հետո արդեն գնաց Ավստրիա 12 օր էր այնտեղ մոտավորապես։ Երբ գնաց Ավստրիա, որոշեցինք, որ հեռակա չէ, կշփվենք, կտեսնենք ինչպես կստացվի։ Եւ ժամանակը ցույց տվեց, որ ստացվեց, հա, ստացվեց 10 ամիս ինքը աշխատեց Ավստրիայում եւ 10 ամիս անց ես իրան հրավիրեցի Հայաստան։ Նա եկավ, նշանվեցինք ու որոշեցինք, որ հարսանիք անենք արդեն Բրազիլիայում, բայց այդ արդեն պատմության երևի մյուս մասն է։ Հետաքրքիր է, երբ առաջին անգամ հանդիպեցիք, ով առաջինը զրույցը սկսեց։ Իրականում ես սկսեցի, առաջարկեցի գնալ տեսարժան վայր, այնտեղ իրենք ամրոց ունեն, շատ հայտնի, հենց Բելգրադում, Կալիմեգդանա կոչվում, շատ գեղեցիկ վայր է։ Առաջարկեցի գնալ, ինքը այդ օրը հոգնած էր, ասաց չէ։ Լավ։ Ասացի չէ։ Բայց հաջորդ օրը այնպես ստացվեց, որ ինքը ասաց, ասպիսի ինչ որ տեղ եմ գտել, կարող ուզում ես, ասացի, ես քեզ հրավիրել էի 3, արի գնանք, գնացինք, սուրճ խմեցինք, խոսեցինք։ Ինչը գրավեց միմյանց մեջ։ I think Hayk was until today he was Հայկը շատ բարի է, հոգատար ու կիրթ։ Օրինակ ասում էր. «Մրսում ես, կարող եմ քեզ իմ բաճկոնը տալ, չեմ կարող բացատրել ինչ, բայց նրա աչքերում մի բան կար, որ ինձ հուշում էր, կարող ես վստահել այս մարդուն»։ Չեմ կարող ասել, որ հենց առաջին պահից հասկացա, որ նա է իմ կյանքի կեսը, բայց ես գիտեի, որ կարող եմ վստահել նրան։ Շատ գեղեցիկ ու տարբերվող զգացում էր։ Չէի հասկանում ինչ եմ զգում։ Նրա կողքին ես չէի փորձում ձևացնել, թե այլ մարդ եմ, կամ տպավորել նրան։ Իսկ ձեր դեպքում Իր բարությունը, պարզությունը ու, չգիտեմ, էներգիան։ Իմ կարծիքով դա շատ ուժեղ գրավիչ հատկություններ էին, հատկապես բարի լինելը, իր մարդկային արժեքները, այդպիսի մարդ ուղղակի չզում բաց թողես, եթե կյանքումդ հանդիպում ես։ մի փոքր կխնդրեմ պատմել հարսանիքի մասին, որը Բրազիլիայում է տեղի ունեցել, արդյոք այն ավանդական հարսանիք էր։ Հարսանիքի ներկային 20 հոգի մոտավորապես, ընտանիքի անմիջական անդամները, իմ ընտանիքի անդամները նույնպես ներկա գտնվեցին եւ հարազատները եւ ընկերները Անդրեզայի։ Իմ կողմից 2 հոգի, Անդրեզայի կողմից 15-16 հոգի մոտավորապես, հա։ Ինքը հարսանիքը կազմակերպված էր ծովափին, ես միայն ֆիլմերում էի տեսել այդպես տեսարան, որ 2 կողմը աթոռներ են, հա, դրված, ճանապարհը մեջտեղով,
այդպիսի տեսարաններ իրականում շատ գեղեցիկ էր։ Չեմ կարող չհարցնել, երբ ձեր ծնողներին ասացիք, որ պատրաստվում եք բրազիլուհու հետ նշանադրվել, հետո ամուսնանալ, ինչպես ընդունեցին այդ լուրը եւ նույնը կհարցնեմ նաեւ Անդրեզային։ Շատ ներդաշնակ գնաց, ամեն շատ ժամանակահատվածի երկայնքով տարածվեց ամբողջը, այնպես որ ավարտը վերջաբանը կանխատեսելի էր։ I think my parents. Կարծում եմ ծնողները զգում էին, թե որքան վստահ եմ իմ որոշումներում։ Երբ տեսազանգով ծանոթացան Հայկի հետ, շատ ջերմ ողջունեցին նրան։ Չեմ կարող ասել, որ նրանք վախենում էին կամ ինչ-որ վատ կանխազգացում ունեին։ Նրանք գիտեին ինչպես են ինձ դաստիարակել եւ վստահ էին, որ ես ճիշտ ընտրություն կանեմ։ Այդ պատճառով ուրախ էին եւ ասում էին. «Լավ է, որ գտել ես մեկին, ում սիրում ես, եւ ով քեզ է սիրում»։ Իսկ հետո հարցնում էին. «Երբ է լինելու հարսանիքը, ուզում ենք նշել»։ When it's gonna be the wedding, we want to celebrate it. Հրաշալի է։ Ինչպես որոշեցիք, որ Հայաստանում պետք է ապրեք եւ արդյոք Անդրեզը հարմարվել եք Հայաստանի եւ հայ մարդկանց։ So we had our experience in Brazil. Որոշ ժամանակ մենք Բրազիլիայում ենք ապրել։ Մենք շատ էինք սիրում այնտեղի կյանքը, բայց միաժամանակ մտածում էինք, որ ապագայում ուզում ենք երեխաներ ունենալ։ Թեև երեխաներ դեռ չունենք, բայց արդեն մտածում ենք նրանց ապագայի մասին, թե ինչ միջավայրում են մեծանալու նրանք։ Եվ մենք որոշեցինք, որ Հայաստանն է երեխաներ մեծացնելու լավագույն վայրը։ Այստեղ մենք մեզ ապահով ենք զգում։ Մենք ընտրեցինք Հայաստանը նաև այն պատճառով, որ այստեղ է Հայկի ընտանիքը։ Իմ ընտանիքը այստեղ չէ, բայց մենք հույս ունենք, որ շուտով կայցելեն մեզ։ Ես այստեղ ինձ իսկապես երջանիկ եմ զգում եւ ապահով։ Այստեղ ուրախ եմ եւ կարծես տանը լինեմ։ Երբ փողոցով քայլում եմ, ինձ լավ եմ զգում։ Ինձ դուր է գալիս, որ կարող եմ մենակ գիշերային զբոսանքի դուրս գալ եւ պարզապես վայելել քաղաքը։ And the way that I feel here, I feel really happy. Առաջին անգամ երբ եկա այստեղ 2022 թվականին, ես մտածեցի, չգիտեմ ինչու, բայց այս վայրը կարծես նաև իմը լինի եւ դա իսկապես շատ լավ է։ For example. Հրաշալի է։ Անդրեզա մի կարծիք էլ կա, որ Բրազիլիայում ոչ այդքան ապահով են մարդիկ իրենց զգում։ Արդյոք դա ճիշտ է, թե ոչ։ Yes, it's true. I think Այո, ճիշտ է։ Կարծում եմ Բրազիլիայի բացասական կողմն այն է, որ այնտեղ միշտ մի փոքր զգոն պետք է լինես։ Իրականում ինձ հետ ոչ մի վատ բան չի պատահել։ Ունեմ շատ ընկերներ, որոնց հետ եւս միջադեպեր տեղի չեն ունեցել։ Պարզապես միշտ զգոն լինելու կարիք կա։ Կարծում եմ նաև դա է պատճառը, որ այստեղ ինձ այսքան երջանիկ եմ զգում, որովհետև չեմ մտածում զգոն լինելու մասին։ Պարզապես ապրում եմ։ Հասկանում եմ լիովին, տեսախցիկներից դուրս, բայց մի հետաքրքիր բան ասեցիք, որ Բրազիլիայում մարդիկ շատ երջանիկ են իրենց զգում։ Ինչու է այդպես, ինչ եք կարծում։ I believe that also the Կարծում եմ, որ արևադարձային կլիման նույնպես մեծ դեր ունի այդ հարցում։ Մենք սիրում ենք արևը, սիրում ենք ծովը։ Այնտեղի մարդիկ իսկապես արևոտ են, ուրախ են իրենց կյանքով։ Նույնիսկ եթե չունեն այն ամենը, ինչ ուզում են, նրանք կարծես երջանիկ լինելու որոշում են կայացնում։ Եթե նույնիսկ ինչ-որ բանի կարիք ունեն, միևնույնն է, պետք է երջանիկ լինենք, քանի որ դա լավագույն ընտրությունն է։ Կարծում եմ նաև միջավայրն է շատ կարևոր։ Մենք այնտեղ շրջապատված ենք կանաչով, նույնիսկ աշնանը եւ ձմռանը բնությունը միշտ արթուն է մնում։ Այնտեղ միշտ արևոտ է, միշտ։ Շատ հաճելի է այնտեղ գտնվել։ Երբ այս ամենի մասին խոսում եմ, սկսում եմ կարոտել։ Եվ Անդրեզա չեմ կարող չհարցնել, Հայաստանում եւ շատ երկրներում Բրազիլիայի մասին պատկերացումները ձևավորվել են նաեւ հեռուստասերիալներից, գեղեցկությունը Բրազիլիայի մեզ փոխանցվել է նաեւ այդ հեռուստասերիալներից, արդյոք հենց Բրազիլիայում դիտում են այդ հեռուստասերիալները։ yes, but I think Այո, բայց կարծում եմ, հիմա բջջային հեռախոսների եւ նման սարքերի արկայության պարագայում մարդիկ փոխում են սերիալներ դիտելու ձևը։ Հիմա դրանք հիմնականում դիտում են հեռախոսներով, բայց օրինակ 10 կամ 15 տարի առաջ սերիալները շատ ավելի տարածված էին։ Ես ինքս էլ ընտանիքիս հետ դիտում էի, երբ դեռահաս էի, բայց հետո մեծացանք, ուրիշ հետաքրքրություններ հայտնվեցին եւ պարզապես դադարեցինք դիտել դրանք։ Կարծում եմ սերիալները բրազիլիական մշակույթի մի մասն են։ Իրական կյանքը նման է հեռուստասերիալների կյանքին։ I believe in some part yes,
Որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում ոչ։ Ինչպես բոլոր հեքիաթներում կամ այլ գեղարվեստական ստեղծագործություններում, այդպես էլ սերիալներում։ Կյանքի որոշ դրվագներ կարող են ավելի ուռճացված ներկայացվել։ Եկեք անպայման խոսենք նաև բրազիլական կառնավալների մասին, ինչ նշանակություն ունեն դրանք բրազիլացիների համար։ It's a big part of Brazil, I think everyone. Բրազիլիայում կարծես թե բոլորը ամբողջ տարի սպասում են կառնավալին։ Առաջին հերթին այն բանի համար, որ բոլորը առնվազն 1 շաբաթի արձակուրդ ունեն։ Կախված իրենց կենսակերպից, որոշ մարդիկ մասնակցում են խնջույքներին կամ բացօթյա միջոցառումների։ Ռիոյում եւ մյուս քաղաքներում շատ միջոցառումներ են կազմակերպվում հենց փողոցներում, ինչպես նաեւ տեղի է ունենում շքերթ, որին մասնակցում են տարբեր դպրոցականներ։ Մենք դրանք անվանում ենք e-schools, էլեկտրոնային դպրոցներ։ Դպրոցները մրցում են իրար դեմ եւ միայն մեկն է հաղթում։ Կան նաև մարդիկ, որոնք օգտվում են արձակուրդի հնարավորությունից եւ ճանապարհորդում են, պարզապես վայելելով ժամանակն ընտանիքի հետ։ Մարդիկ օգտագործում են պահը իրապես կյանքը վայելելու համար։ Go celebrate with their friends. Անդրեզա, իսկ մինչ հայկին հանդիպելը ինչ գիտեիք Հայաստանի եւ հայերի մասին։ So now I need to tell that Ես ոչինչ չգիտեի Հայաստանի եւ հայերի մասին։ Երբ Հայկն ասաց ինձ ես Հայաստանից եմ, ես ասացի հա, Հայաստան։ Ես ասացի հա, Արմենիա, բայց մտածեցի Ռումինիա, Ալբանիա, իսկ հետո երբ սկսեցի ուսումնասիրել, հասկացա, թե ինչ երկիր է Հայաստանը։ how is everything about Armenia. Անդրեզան հայերեն է սովորում, ամուսնու Հայկի օգնությամբ Հայաստանն է ուսումնասիրում եւ երազում Հայաստանին օգտակար լինելու մասին։ Առայժմ կամավորական ծրագրերում է ընդգրկվել, իսկ ազատ ժամանակ սոցիալական ցանցերում իր մեդիա հարթակն է վարում, կյանքի եւ ճամփորդությունների իր փորձով է կիսվում։ Բարերը ես չեմ սիրում հայերեն, բայց մի րոպե, շատ դժվար խոսելու, հա? Ցետեսություն, ինչու ես չեմ կարող ասել ցետեսություն, հաջողություն, I use հաջողություն easy, տեսություն, Հայ կամավորների միությունը մի կազմակերպություն է, որ իմ անձամբ կյանքս լրիվ փոխել է, 24 տարի առաջ տեղափոխվել եմ Հայաստան որպես կամավոր։ Իր գործունեությունը ինչն է։ Մարդիկ 21 տարեկանից եւ ավելի բարձր տարիքով ոչ հայերը եւ նաեւ 32 տարեկանից բարձր սփյուռք հայերը կարող են դիմել արտասահմանից տեղափոխվել Հայաստան կարճ ժամանակով, 2 շաբաթ մի ամսից ամենակարճ ժամանակով, մինչև մի տարի կամավորություն անել։ Իմ դեպքում այնքան լավ ստացվեց, որ ես որոշեցի տեղափոխվել ապրել Հայաստանում։ Ու ունենք կամավորներ բազմաթիվ տարբեր երկրներից, այս պահին ունենք 40-ից ավելի շատ կամավորներ Հայաստանում, որ բացի որ իրանք ջանքը, իրանք փորձ, իրանք գիտելիքները դնում են մեր 1700-ից ավել կազմակերպությունների մեջ, բայց նաև հայերեն են սովորում։ Հեսա Անդրեզայի հետ կծանոթանաք, ամոթին որ ինձանից ավելի լավ հայերեն է արդեն խոսում։ Իրանք բացի այդ էքսկուրսիաներ գնում են Հայաստանն են տեսնում ու լիքը Հայաստանի հետ կապված տարբեր բաներ են իմանում ու ասենց դառնում են մեր դեսպանը արտասահմանում, եթե իհարկե չեն տեղափոխվում Հայաստան մնալու։ So I start my volunteer here in the digital
Ես այստեղ իմ կամավորական աշխատանքն եմ սկսել թվային մարքեթինգի եւ սոցիալական մեդիայի ոլորտում։ Այժմ համագործակցում եմ Հայ կամավորների միության հետ։ Մինչ այս նույնպես աշխատում էի այդ ուղղությամբ, բայց իմ սեփական նախագծերն էի իրականացնում։ Երբ այստեղ կամավորություն անցնելու հնարավորություն ստացա, հասկացա, որ սա հիանալի միջոց է տարբեր մարդկանց ճանաչելու եւ հայ համայնքի մի մասը դառնալու համար։ Ես գիտեմ, թե ինչպես է այդ ամենը աշխատում Բրազիլիայում։ Ինձ շատ հետաքրքիր է նաև բացահայտել, թե ինչպես է այստեղ Հայաստանում զարգանում այդ ոլորտը։ Նախագծի շրջանակում պատմելու ենք հայկական գյուղերի, տարբեր վայրերի, ինչպես նաև էկոտուրիզմի մասին։ Անդրեզան տարբեր նպատակներ ունի, ինքը ինչքան հասկացաք, լավ սոցցանցերում հետաքրքիր սեն ստորիներ բաներ անում, ես այդ աշխարհից շատ հեռու եմ, բայց լսել եմ, որ շատ բան է, լավ են այդ ամեն ինչը, ինքը այդ իր գործունեությունով փորձելու է Հայաստանում բավականին օգուտա տարբեր կազմակերպությունների միջոցով Հայաստանը ցույց տա մի ձևով, որը ասենք այդ կարճ վիդեոներով կարող է ուրիշներ չպատկերացնեն, մինչև այդ վիդեոները չնայեն։ Նաև ABC-ին որպես կազմակերպություն կարողացել ենք իրան համոզել, որ նաև մի մասը իր կամավորության մեր մոտ անցկացնի։ Հույսով եմ, որ այդ արդյունքով շատ ավելի Բրազիլիայից եւ արտասահմանից մարդիկ իմանան ու կորոշեն գալ Հայաստանին օգուտ տան։ So also 2 times a week. Այստեղ նաև շաբաթը 2 անգամ մասնակցում եմ հայերենի դասընթացների, ինչը ինձ համար շատ հետաքրքիր է։ Դասերը տևում են 2 ժամ։ Մենք ունենք նաև սկսնակների խումբ, ունենք միջին մակարդակ, որտեղ իրենց հասունացնում են, բերում հասցնում են այս մակարդակի, իսկ եթե իրենք արդեն գալիս են մի քիչ խոսելով կամ մի քիչ գրելով, արդեն այստեղ շտկում ենք այդ ամենը, դարձնում ենք ավելի մատչելի իրենց համար, ինչ են լսում, ինչ են կարողանում արտահայտել, ինչպես են գրում, մի քիչ տառերի գրելու հետ կարող է դժվարություն ունենան։ Այստեղ մենք հիմնականում լսողական վարժություններ ենք անում, իրենք գիտեն, շատ են խոսում են, պատմում են, կարդում են։ Ես 5 շաբաթով եմ այստեղ Հայաստան կամավորություն, արդեն այս ուրբաթ օր գնում եմ հետ Ամերիկա, որտեղ ես այդտեղ գործեր ունեմ, որ պետք ունեմ զբաղվեմ, բայց ուզում էի մի վաղ գալ Հայաստան, որպես կամավորություն անեի ու երբ որ եկա, ունենց չգիտեի եթե հայ լեզվի դասի վերցնելու, մտածում էի, հետո առաջին դասը եկա ու լիայի դասը շատ դուրս եկավ ու որոշեցի, որ մնամ ու այտենց դասերը շատ հաջող էր ու ամեն դասի մեջ նոր բան եմ սորվում։ Այն վաղ մենք խոսացինք արագիլների մասին ու արագիլների իմաստը Հայաստանում, այդ դրա խոսակցությունը իմ մեջ մնաց ու ես այդ իմաստը իմ հետ կտանեմ հետ Ամերիկա։ Անընդհատ նոր կամավորներ են գալիս, իրար հետ ծանոթանում ենք, նույն վախտել, մեր դասախոս Լիանն մեզ լավ պատմություններ ասում։ Կամոնց սկսում եմ նորից հայերեն խոսամ, տունում ես հայկական դպրոց չեմ գնացել, so շատ քիչ եմ իմանում, մենակ տունում եմ խոսում հայերենի ընտանիքիս հետ, բայց հիմա վերստեղ եկել եմ նորից սովորում եմ ինչև գրեմ, ինչև կարգին խոսամ։ Ես սկսել եմ ավելի վարժ կարդալ, հիշում եմ, ես որ Հայաստանում չէի դեռ, մի էջ կարդալու համար մի 2 րոպե էր պետք որ կարդայի, հիմա կիսվեց, ինձ պետք է մի րոպե որ կարդամ, որը էլի դանդաղ է, բայց էդի 100% ավելի արագ քանց թե առաջ։ Ես փորձում եմ հասցնել խմբի հետևից, որովհետև տեղեկատվությունը շատ է, բայց ուսուցիչները չափազանց բարի եւ հոգատար են։ Նրանք միշտ պատրաստ են պատասխանել իմ բոլոր հարցերին, իսկ ես իսկապես շատ հարցեր ունեմ, քանի որ այս ամենը, հատկապես լեզուն, ինձ համար նոր է։ Բայց ես հավատում եմ, որ կկարողանամ հաղթահարել դժվարությունները, թեև բավականին բարդ է։ Իմ գլխավոր նպատակը նախ եւ առաջ այստեղ որպես մարդ զարգանալն է։ Ես այստեղ առաջին հերթին սովորողի դերում եմ։ Իհարկե ես պատրաստ եմ նաև փոխանցել այն ամենը, ինչ գիտեմ, իմ փորձն ու գիտելիքը, բայց նաև ուզում եմ ստանալ այն դրական բաները, որոնք մարդիկ կարող են ինձ փոխանցել։ Բացի այդ, ցանկանում եմ նաև մասնագիտական աճ ունենալ, հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ կան ինձ համար հայկական շուկայում։ Հույս ունեմ, որ ապագայում նաև հետաքրքիր բիզնես նախագծեր կսկսեմ իրականացնել Հայաստանում։ Մենք իրականում շատ ենք ճանապարհորդում, հատկապես վերջի 1 տարվա ընթացքում, վերջապես եկանք Հայաստան,
հիմա հերթը հասել է Հայաստանում ճանապարհորդելուն, որոշ տեղեր արդեն եղել ենք անցյալում։ Իսկ հիմա շատ Երևանին մոտիկ հասանելի վայր կգնանք, կսկսենք Չարենցի կամարից եւ կգնանք դեպի Գառնի եւ Քարերի սիմֆոնիա։ Այս ժայռերը նման են երգեհոնին, այդ պատճառով կոչվում են Քարերի սիմֆոնիա, իսկ կողքով էլ Ազատ գետն է հոսում։ Ազատ։ Ազատ։ Ինչ է ինձ համար ճանապարհորդելը, իրականում դա իմ կյանքն է։ Իմ ծնողները Բրազիլիայի տարբեր շրջաններից էին։ Մեկը հարավից, մեկը հյուսիս-արևելքից։ Երբ ես դեռ ընդամենը 3 ամսական էի, նրանք ճանապարհորդում էին մի նահանգից մյուսը։ Ես մեծացել եմ հենց այդ միջավայրում։ Մենք մշտապես մեքենայով երկար ճանապարհներ էինք անցնում։ Մեծանալուն զուգահեռ սկսեցի երազել այլ երկրներ մեկնելու, այլ լեզուներ սովորելու մասին։ Եվ վերջապես 2021 թվականին այդ հնարավորությունն ընձեռվեց։ Մեկնեցի Սերբիա, որտեղ հանդիպեցի Հայկին։ Հետո որոշ ժամանակ ապրեցի Ավստրիայում։ Ճանապարհորդությունների ընթացքում ես միշտ փորձում եմ հասկանալ, թե ինչպես են մարդիկ ապրում, ինչին են հավատում, ինչպես են վերաբերվում միմյանց։ Ես փնտրում եմ բարություն, գեղեցկություն առօրյա կյանքում։ Իհարկե, ես սիրում եմ այցելել հիասքանչ վայրեր, որտեղ բնությունը պարզապես աննկարագրելի է, բայց ինձ հատկապես ուրախացնում է, երբ տեսնում եմ, որ մարդիկ երջանիկ են իրենց սովորական միջավայրում։ It's really interesting how Հայաստանում ինձ շատ է զարմացնում այն, թե ինչպես են մարդիկ չորացնում լվացքը։ Ես հաճախ քայլում եմ բակերով եւ տեսնում եմ, թե ինչպես եք դուք մի շենքից մյուսը ձգված պարանների վրա հագուստ կախում։ Տեսանյութեր եմ նկարահանում եւ ուղարկում եմ ընտանիքիս ու ընկերներիս։ Նրանք զարմանում են, ինչպես են լվացքը այնտեղ կախում։ Երբ քայլում եմ Հայաստանի փողոցներով, ուշադրությունս գրավում են շենքերի գույները։ Այն թե որքան գեղեցիկ եւ միաժամանակ տարբեր է ամեն ինչ։ Օրինակ Հյուսիսային պողոտայում մի տեսարան է, բայց անցնում ես 3 փողոց եւ հայտնվում ես միանգամայն այլ միջավայրում։ Հին խորհրդային ժամանակների հայկական մթնոլորտում։ Կարծում եմ հենց այս տարբերություններն են, որ Հայաստանը յուրահատուկ է դարձնում։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց հանդիպում եմ, այն համեղ ուտեստների համար, որ համտեսում եմ ամեն օր, եւ հույս ունեմ, որ իսկապես կկարողանամ այս երկրին սեր եւ բարություն բերել։ Հայ-բրազիլական զույգը Բրազիլիայում է ամուսնացել եւ 3 տարի Բրազիլիայում է ապրել, բայց Հայաստանը գերել է Անդրեզայի սիրտը։ Նրանք երազում են այստեղ տուն կառուցել, ապագա երեխաներին մեծացնել ու Հայաստանում սեփական գործը սկսել։